Դե աշխատանքները սկսված են, չգիտեմ, mēs շինարարի հետ երեգել խոսեցինք, ասեց, որ ամիս ու կես հետո արդեն կսկսենք բետոնային աշխատանքները։ Մյունխենի համալսարանի ուսանողուհի Աննան համակարգչային հատուկ ծրագրով վերականգնում է Միրզոյան ճարտարապետի տունը։ Նա ամառային արձակուրդներին պրակտիկա է անցել ճարտարապետ Լևոն Վարդանյանի արվեստանոցում։ Ամբողջ ֆասադը վերականգնվելու է կամ վերանախագծվելու է, տուֆի երեսպատում է տեղի ունենալու։ Տվյալ պահին աշխատում եմ նաև նրա 3D մոդելի վրա։ Շինությունը գտնվում է Բյուզան փողոցի վրա, երկհարկանի է։ Դեռ 15 տարի առաջ է ճարտարապետը ներկայացրել մայրաքաղաքի սրտում հին Երևանը վերականգնելու նախագիծը։ Վերջապես ստացվել է շինթույլտվությունը։ Կինը Մարետա Գասպարյանն իր գիտական աշխատանքում տարիներ առաջ չափագրել, լուսանկարել է վերականգնվող հուշարձանները։ Նրանք մի ամբողջ կյանք են նվիրել այս նախագծին։ Ճարտարապետն արդեն չի հիշում, թե քանի արվեստանոցում այս մակետը քանդել, հավաքել։ Կողբացի փողոցն է, Տերյան եւ Աբովյան, Արամ եւ Բյուզան, այս ամբողջ այս տարածքը առաջարկեցի այս հատվածը, որովհետեւ այս հատվածը դե հին փողոցների ցանցում պահպանվել էին մոտ 14 հուշարձան շենք։ Դե հուշարձանների հիմնական ժամանակին ապամոնտաժված փակագծերում եմ ասում, որովհետեւ մեծ մասը քանդվել են, անմխիթար վիճակում են, բայց այն քարերը, որ հնարավոր է կօգտագործենք, այն քարերը, որ բացակայում են կամ շատ վնասված են, կփոխարինենք նոր քարերով։ 2014 թվականի դեկտեմբերը բախտորոշ դարձավ Հին Երևան նախագծի համար։ Կառավարությունը ներդրումային ծրագրի վերաբերյալ համաձայնագիր ստորագրեց Multi-Continental Distribution ընկերության հետ։ Ներդրողը շվեյցարաբնակ Վարդան Սրմաքեշն է։ Նոյեմբերից էլ գործադիրը հանձնարարել էր ապահովել մայրաքաղաքի գլխավոր պողոտայի, Աբովյան, Կողբացի, Բյուզանդի եւ Արամի փողոցներով պարփակված տարածքում Հին Երևան նախագծի մշակումը։ Ծրագրի մոտավոր արժեքը $150 միլիոն է։ Գործընթացները սկսված են, շուրջ կես հեկտարի վրա արդեն հողային աշխատանքները ավարտին են մոտենում եւ կարող եմ ասել, որ շուտով կսկսեն նաեւ հիմքերի բետոնացման աշխատանքները։ Ճարտարապետ Վարդանյանը հիշում է, որ երբ 2008-ին շենքերն ապամոնտաժվում էին, քարերն անփույթ էին օգտագործում։ Կառույցների ճակատագիրն անորոշ էր։ Այսօր արդեն նորորյա Երևանում ուրվագծվում է Հին Երևանի վերածնունդը։ Ճարտարապետ Գրիգորյանը հիշեցնում է, դեռևս 70-80-ականներից քննարկվել են Հին Երևանը վերականգնելու տարբեր նախագծեր։ Մի նախագծով առաջարկվում էր Ալավերդյան փողոցը վերածել նման գոտու։ Մյուսով Սուրբ Սարգիս եկեղեցու հարակից տարածքը։ Ըստ նրա ճարտարապետի առաջ դրված խնդիրը բարդ է։ Համալրել այն շենքերը, որոնք ստիպված էինք ժամանակի ընթացքում ապամոնտաժել եւ դեռ դրանք պահպանված են կամ դրանց որոշակի մասը հավաքել մեկտեղ, ստեղծել նոր քաղաքաշինական մեկ միջավայր, որը կհիշեցնի 19-րդ դարի Երևանի հատվածը։ Վարդանյանը նեղ սրտում է, երբ ասում են, թե մինչև խորհրդային կարգերը հայկական ճարտարապետություն չի եղել։ Կայսրության ամենամեծ արական գիմնազիան Երևանում էր, բացի այդ 10-ից ավելի հյուրանոցներ կային։ Այս շենքը Միրզոյան եղբայրների բնակելի տունն է, Սամիրյանի վրա էր, եթե հիշում եք Իսահակյան գրադարանի կողքը քանդվեց, ունիկալ շատ ժողովրդական տան լավագույն տիպերից մեկն է։ Հին Երևանի հաստատված նախագծով առաջարկվում է կառուցապատել մոտ 20,000 քառակուսի մետր մակերեսով տարածք, 320 մետր երկարությամբ եւ 60 մետր լայնությամբ։ Շահագործման կհանձնվի մոտ 150,000 քառակուսի մետր տարածք 3 ստորգետնյա հարկերով։ Առաջին հարկում կլինեն խանութներ, երկրորդ, երրորդ հարկերում սալոններ, ռեստորաններ, հյուրատներ։ Բյուզանդի եւ Արամի կողմից երբ որ շենքերը տեղադրել ենք, արանքը մոտավորապես 20 մետր լայնքի, հա, ստացվում է հետիոտն մի ամբողջ փողոց տարածք, որ այս տարածքը մենք ամբողջը փակեցինք։ Ծածկի միջոցով մենք հնարավորություն ենք ստեղծում, որ ուզած ժամանակ տարին 12 ամիս ժողովուրդը այդտեղ կարողանա ճեմի։ Շինությունները նման կլինեն ծածկած առևտրային տների, որոնք կային դեռևս միջնադարում եւ մեր ժամանակների մոլերի նախատիպն էին։ Կառույցների ծածկերը նախատեսում են ապահովել արևային պանելներով, որոնց շնորհիվ քաղաքի սրտում այլընտրանքային էներգիայի նոր աղբյուր կունենանք։ Հեղինակը հուսադրում է, որ կանաչի պակաս չի զգացվի, մտածում են ուղղահայաց կանաչապատման մասին։ Քաղաք չեն կարող վերականգնել, բայց գոնե ինչ-որ այսպես ասեմ անձնագրից պատրված մի էջ փոքրիկ կարող ենք հետ սոսնձել իր տեղը, հա, որ գոնե եկող սերունդները տեսնեն, որ վերջոչո նախախորհրդային շրջանի քաղաքը Երևանում ինչպիսի ճարտարապետություն է եղել։ Իրացման խնդիրների պատճառով շինարարական աշխատանքները 1 տարով ետ են ընկել։ Ներկայում խնդիրները հարթվել են, վստահեցնում են քաղաքաշինության նախարարությունից։
Բանակցությունների ընթացքում տարաձայնություններ լինում են։ Որոշ մարդիկ ցանկանում են շուկայականից ավելի բարձր գին ստանալ։ Օրինակ, այս տանտերը հրաժարվել է պայմանագիր ստորագրել։ Որոշել է մինչև վերջ կպայքարի, որ Հանրապետության հրապարակից ընդամենը 15 քայլ հեռու գտնվող իր տնից չգնա։ Մոտ 100 ընտանիք արդեն լուծվել է նրանց կամ բնակարանի տեսքով կամ գումարային հատկացման տեսքով փոխհատուցման հարց։ Իրացման գոտու 40 սեփականատիրոջ հետ այս պահին ընթանում են բանակցություններ։ Հաջորդ փուլում կանդրադառնան մնացած 30-ին։